Ողջույն բարեկամներ, սոսկալի ժամանակներ ենք ապրում, ամեն ինչ գլխի վար շուռ է գալիս, եւ ես նկատում եմ, որ ոչ բոլորի համար է պարզ, թե ինչ է կատարվում, մարդիկ շատ տարբեր, երբեմն տրամաբանությունից բոլորովին դուրս բաներ են գրում, բաներ են խոսում, չեն հասկանում, չեն կողմնորոշում ինչն է ճիշտ, ինչն է սխալ, եկեղեցուն պետքա պաշտպանել, չպաշտպանել, կաթողիկոսին պետքա պաշտպանել, բան 5-րդ շարասյունը, բա էս, բա այն։ Ոնց կողմնորոշվել այս ամեն ինչի մեջ, երևի շատ մարդկանց համար այս հարցը կա ու հենց այս հարցի պատասխանի բացակայությունն է, որ բերում է մարդկանց գցում մի վիճակի մեջ, որ նա անցալվում է որպես ոչ adekvat արդեն, հա։ Ոնց կողմնորոշվել, ես ձեզ կարող եմ ասել իմ, հա, այն ուղեցույցը ինչն է, չէ՞ որ եթե ծովում ալեկոծությունը մեծ է, եթե դու շատ խորն ես գնացել, ինչն է քո այդ կետը ուղեցույցը, որի ուղղությամբ լողալ է պետք։ Մեր բոլորիս համար, ովքեր ապրում են Հայաստանում, եւ ոչ միայն Հայաստանում, ցանկացած տեղ, ցանկացած երկրում, ցանկացած ֆորմացիայի մեջ մի առաջնային կետ կա, որին պետք է անվերապահորեն հետևել, որպեսզի չընկնել այդ հիմար վիճակների մեջ, հա։ Դա օրենքն ու սահմանադրությունն է։ Ամենաառաջնայինը օրենք եւ սահմանադրություն։ Միաժամանակ չդավաճանելով նաեւ բարոյական չափանիշներին։ Իդեպ ասեմ, եթե դու հետևում ես օրենքին եւ սահմանադրության, շատ քիչ հավանականություն կան, որտեղ կդավաճանես նաեւ բարոյական սահմաններին, հա։ Ամենակարևորը, որտեղ չկան մեկնաբանություններ այսօր, այս արդյոք սա բարոյական է, թե բարոյական չի, դա համար ես առաջնային ասում օրենք եւ սահմանադրություն, եւ ըստ այդ օրենքի ու սահմանադրության, անկախ նրանից ով է կաթողիկոսը, անկախ նրան նկատմամբ իմ կամ ձեր ունեցած վստահությունն ու հարգանքը, մոտեցումը, ընդունում ենք, չենք ընդունում, հա, անկախ ամեն ինչից, ըստ օրենքի եւ ըստ սահմանադրության, եկեղեցին պետությունից անջատ է։ Եկեղեցու գործերը քննվում է բացառապես եկեղեցում։ Եկեղեցու առաջնորդ ընտրում է եկեղեցին, հա։ Պետությունը ոչ մի լիազորություն չունի այդ հարցերում։ Բացարձակապես քնում է մեկի հետ, չի քնում, կույս է, կույս չի, դա ոչ մեկի գործը չի։ Հասկանում եք, ըստ սահմանադրության եմ ես ասում։ Ու այնց որ ինձ գրում են, բայց ինչի է եկեղեցում քննադատում, դա իմ գործն է եկեղեցում քննադատել, եթե քննադատելու բան կա, բայց դուք ինչ չեք տեսնի երբևէ, երբ որ ես դրոշս կառնեմ, կգնամ կասեմ պետքա բեհարանից մեկին քշել կամ էլ չեմ ասում են դիակ Շիրիմյանի խոսքերով ասած վզակոթին տալով ընդեղից անել։ Հասկանում եք ինչ է նշանակում քննադատել կառույցը, ինստիտուտը եւ գնալ սահմանադրության հակառակ ճանապարհով ասել ոչ միայն քննադատելով, հենց քո վզին տալով պետք է ընդեղից անեմ։ Ես դրա իրավունքը չունեմ քննադատելու, համաձայնվելու, ընդունելու, չընդունելու, ես եւ ցանկացած քաղաքացի, միջև պիղծ վարչապետը դրա իրավունքը ունի, բայց ոչ ոք իրավունք չունի մտնել եւ ասել դու այսօրվանից հայրապետ կաթողիկոս կամ սրբազան չես, դա ոչ մեկի գործը չի։ Ամենաամբից մարդուց սկսած միջև ամենապիղծ վարչապետը։ Հասկանում եք։ Իսկ այս հավաքական, այս թոհուբոհի մեջ, այս փոթորիկի, որը արհեստական ստեղծված է մի բաժակի մեջ, մի փոքրիկ բաժակի մեջ, հա։ Մարդիկ չեն հասկանում այս փոթորիկի ժամանակ ոնց կողմնորոշվել։ Ռուսական ագենտուրային, որոնք լցված է եկեղեցու մեջ, պետք է անջատել, հրաժարվել, պետք է վռնդել։ Հիմա այդ երջանիկ ուտոպիստներին պետք է հակադարձ հարցը տամ։ Դու լուրջ մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանը բերելու է ազգային եկեղեցի սարքի ձեր համար։ Այդ Նիկոլ Փաշինյանի ինչն է եղել սարքած ազգային, Արցախն է ազգային սարքած։ 44 օրյա սպանած երեխեքներին ազգային նպատակների համար սպանած, հա, թե իր ասած բանը հարմարվեք ես իրական Հայաստանին, որտեղ ինքը ընդամենը 2 օր առաջ մոլայի ոտերն էր համբուրում Ստամբուլում, այսօր իր յենիչերիներին, դրանց մասին առանձին եմ խոսալու այդ ակնկալների մասին,
հրամայելա գրոհել վեհարանը, գրոհել վեհարանը։ Ինչ է կարծում, ձեզ ինչ ռուսական ագենտուրայից է ուզում բանալի, ազատի, հա, ամենամեծ ռուսական ագենտը ինքն է, ձեզ պետք է ռուսական ագենտուրայից եկեղեցում ազատել, հա, նորից եմ ասում, եթե նույնիսկ ապացուցված լինի 100%, որտեղ բոլորը ռուսական ագենտ են, նախընտրությունով, ոչ թե գործողություններով, հա, որտեղ գործողությունը դա քրեական է, երբ որ դու քո գործողություններով ինֆորմացիա ես փոխանցում գաղտնազերծած, դրանք քրեական հետապնդող բաներ են։ Եթե նույնիսկ ձեր կարծիքով եւ ձեր համոզմամբ բոլորը Ռուսաստան են սիրում, հակված են մի խոսքով էս ռուսական ֆակտորը կա, որ իմ համար նույնպես մերժելի է, բայց ոչ ես, ոչ դուք, ոչ մեկ իրավունք չունի գործողություններ անել, որոնք գտնվում են սահմանադրությունից դուրս, նույնից եմ ասում, սա երկիր է, Հայաստան Հանրապետությունը, այսինքն մենք ուզում ենք, որ դա երկիր լինի, ոչ թե ինքը լինի քուչա, հա, բակ, փաղ։ Եթե մենք այս փաղի տրամաբանության մեջ ենք նայում, այս քուչի տրամաբանության մեջ ենք նայում, տրամաբանության մեջ ենք նայում, եւ ուզում ենք այդ քուչի տրամաբանության մեջ այդ հարցերը լուծել, ըստ ես այդ քուչի տրամաբանության մեջ վերջի ԿՊԱ-ականից մինչև ամենայից ծայրահեղ իրանց առաջնորդը 1 ժամ, ասկի 1 ժամ ոչ, ամեն մեկին 2 րոպեվա մեջ փչացնեն դնեմ կողքի վրա, իր ամբողջ կենսայությունով, դրանք կդառնան վերջի պիտուխը ցանկացած գաղութի մեջ։ Իրանք ամեն ինչով, նույնիսկ եմ ասում, եթե գնում եք այդ ճանապարհով, հա, եթե գնում եք քուչի տրամաբանության մեջ, դրանց բոլորը հենց այդ օրենքներով, դրանք բոլորը վաղուց փչացած, դրանք կունեզրկվեին, կդատվեին եւ այդ գաղութներում կլինեին ամենավերջի պիտուխը, ու դրանց հետ կանեին այն աստիճան բաներ, որ դուք ձեր նույնիսկ ֆանտազիաները չի հետաքրքրում, չի հերիքում։ Իսկ եթե գալիս ենք իրավական դաշտ, էլի իրանք ընդեղ են։ Որտեղ այս ամեն ինչ ինչ որ կատարվում է, իրավական դաշտից դուրս է։ Իսկ այդ մեջտեղը տեղ չկա, որ կես իրավական, կես քուչա, կես իրավական, կես գողական, չի լինում այդպես բաներ։ Այդտենց իրանց կանան էս հենիչերի միլիցեկը բանը թույլ տա, որ կես միլիցա են, կես գողական։ Այդտենց էլ իրանք ոչ մի բան են։ Հասկանում եք։ Այդտենց էլ իրանք այն տեսակն են, որ փողի համար սեփական հավատի դեմ է գնացել, սեփական եկեղեցու դեմ։ Բայց նրանց հավատն ու եկեղեցին փողն է։ Դրանք ոչ հավատ ունեն, ոչ եկեղեցի ունեն, ոչ սրբություն ունեն, ոչ մի բան։ Միակ սրբություն կա, որին անվերապահորեն ենթարկվում են ու դավանում են, դա փողն է։ Եվ այսպես, դուք չեք կարող մեկից բարոյական բան պահանջել, որ ասում են, ես չեմ ամաչում եկեղեցին։ Դուք չեք կարող, չկա բարոյական լծակ չկա այդ կարգի մարդու վրա, հա, ազդել։ Եվ Հեմինգուեյն ասում է, եթե ուզում եք ինձ սպանել, ապա անվանեք ինձ թուրք եւ ես կմեռնեմ ամոթից։ Հասկանում եք, դուք չեք կարող ոչ մեկի վրա բարոյական ձևերով ազդել, որը ամոթ չունի։ Օրենքով էլ չեք կարող ազդել, որովհետեւ ինքը դարել է օրենք, ինքը դարել է թագավոր եւ ինքը ամեն ինչ է։ Նախ իր բարոյականից խոսանք, ինքը մեկն է, ես իր գրքից մեկ հատված եմ ուզում կարդալ։ Սա ինքն է գրել, սա ես չեմ գրել, իր բարոյական կերպարի մասին, որը որպես բարոյական կերպար համաձայն չի կաթողիկոսի բարոյական կերպարին եւ որոշել է փոխել։ Եվ այսպես, չնայած ես գժվում եմ կույս տղաների համար, նախ երբ կպտում ես նրանց առաջինը, դա երաշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեն մոռանա։ Սա ինքն է գրել, սա ես չեմ։ Եվ հետո նրանք դողում են վախկոտ նապաստակի նման։ Եվ որպես կանոն պրծնում առաջին իսկ ներթափանցումից։ Սա Պիրսն է գրել, սա ես չեմ գրել։ Սա իրա գրածն է, սա իրա բովանդակությունն է, որը դժգոհ է եկեղեցուց։ Սրան անեք, մարդ չմեռնի էլ, հող չտանք էլ, մարդկանց կյանք չխախտվի էլ, երկիրս խայտառակ չլնի էլ։ Կարողացանք անենք, իրանք ավելի շուտ սպանեցին Արմենին, քան մենք այդ ամեն ինչը կարողացանք։ Նույնիսկ մինչև չեն կարողացել անել։ Սա իր խոսքերն ասում է, եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն իշխանության հետ,
ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Ես եմ պետությունը, ես եմ նաև Աստված։ Սա ինքն է։ Աստված, որը երազում է կույս տղաների մասին։ Աստված, որը չի ամաչում, որ իրան ասում են թուր։ Սա է այսօր երկրի ղեկավարը։ Այն ինչ որ արվում է, սրա ձեռքով։ Չգիտեմ ինչ կարգի միամիտ մեղմ բառ եմ ասում, միամիտ պետք է լիներ, որ մտածել դա արվում է երկրի օգտին։ Եթե եկեղեցու հարաբերությունը լավ չեն իշխանության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ։ Սես բան իր մասին մտածում եք գիտեք ով։ Բայց գաբունը, կրեք, Իվան Ահեղը։ Ինչն էր Աստված։ Հասկանում եք, ինքն էր Աստված։ Ինքն էր որոշում կաթողիկոսին կախի սպանի, թե հանի հետո կախի սպանի։ Այն որ ինքը հիմա երազում է անի։ Հիմա հարց եմ տալիս։ Դժվար բան է այսքանի մեջ կողմնորոշվել ով ինչ է անում։ Հա? Դժվար բան է համեմատության մեջ հասկանալ ով ինչ նպատակներ ունի։ Բոլորովին պարտադիր չի, որ եկեղեցու սպասավորները իմ կամ ձեր ճաշակով լինեն։ Նույնիսկ նույնիսկ պարտավոր են լինել քրիստոնեական, հա, չափանիշների մեջ, բայց նույնիսկ եմ ասում։ Իրանք ինձ հաշվետու չեն։ Իրանք հաշվետու են իրանց խղճի եւ Աստծո առաջ։ Բացարձակապես ընդեղ իրավական ոչ մի նոր չկա իրանց վրա ազդելու եւ միջամտելու։ Իհարկե եթե դու շիզոֆրենիկ չես, որ դու քո ենիչերիներին հանես, լցնես, ասես գրավեք Բեհարանը, նայեք։ Վերջին անգամ գիտեք երբ էր նման բան եղել։ Հարձակում եկեղեցու վրա։ Ուղիղ 300 տարի առաջ։ Կարեն Հեքիմյանն է գրում այդ մասին։ Ես այս փաստը մոռացել էի։ Ցերեկվային ելույթի ժամանակ ես այս փաստի մասին չեմ խոսել։ Ուղիղ 300 տարի առաջ, 1725 թվականի մայիսին պետք թուրքերը գրավեցին Վաղարշապատան, մտան Բեհարան։ Եկան, մտան, վասն դիտաճար սրբո եւ ոչ եկել։ Եփչելով Աստծո, ապականեցին սրբություններն, ուղարկեցին զորք Բեհարան։ Գրել է այն ժամանակվա կաթողիկոս Աբրահամ Կրետացին։ Պատմության մեջ Բեհարանի վրա այլ գրող չի եղել։ Մեկ էլ 225 թվականի հունիսին։ Իհարկե դրանից առաջ 1938 թվականին նույն Բեհարանում իր սենյակի մեջ խեղդամահ արվեց այդ ժամանակվա կաթողիկոսը։ Նույն չեկիստների ձեռքով։ Դրանից առաջ այդ նույն չեկիստներն էին, որ փակում էին եկեղեցիները, քանդում էին եկեղեցիները, սպանում էին քահանաներին։ Մեկ էլ դառնում այսօրվա կառավարությունը։ Իսկ ինչ է նշանակում եկեղեցի մի քիչ իրեն հարգող երկրի համար, ես ուղղակի մի պատմություն ձեր համար կարդամ, որը իր էջի վրա է գրել Արթուր Մինասյան օգտատերը։ Պատմությունը Նիդերլանդներից է։ Մի քանի տարի առաջ Նիդերլանդերում առանց կեցության իրավունքի մի ընտանիք, իդեպ ազգությամբ հայ, որ տարիներով տեղի օրենսդրությունը խախտելով բնակվում էր երկրում, դեպորտացիայի վտանգի տակ էր։ Ընտանիքն իրավապահներից պատասխանվել էր մի եկեղեցում, եւ ահա ամիսներ շարունակ իրավապահները չեն կարողանում ձերբակալել ու դեպորտ անել այդ ընտանիքին, քանի որ այն անթույլատրելի էր ներխուժել եկեղեցի, մի խոսքով, այդ ընտանիքն այնքան մնաց եկեղեցում, մինչև խնդիրը այլ լուծում ստացավ։ Սա Նիդերլանդներն ընդհանրապես քրիստոնեական պետություն չի, մանավանդ առաջին քրիստոնեական պետություն չի։ Այնտեղ բնակչության մեծ մասն աթեիստ է, իսկ կրոնական դոգմաները ծաղր էին ենթարկվում, բայց պետությունը իրավապահներն իրենց թույլ չտվեցին ներխուժել եկեղեցի։ Դե ընդհանրապես հարգանքը եկեղեցու կրոնական կազմակերպությունների ցանկացած ծերի, ցանկացած մասշտաբի, դա մարդու ինտելեկտի զարգացվածության եւ ամենակարևորը համընդհանուր հռչակագրերին հետևելու նորմերից է բխում։ Դա զարգացվածության
դա չասեմ ինտելեկտի, դա 21-րդ դարի, 20-րդ դարի չափանիշներից, այսինքն դու եթե դու հակառակ ես գնում, նույնիսկ ժամանակից աշխատում տեղ չունես, ես հույսով եմ, որ համաշխարհային կազմակերպությունները, որոնք ուշադիր են նման հարցերին, չեն լռի եւ իրենց վերաբերմունքը ցույց կտան այս երևույթի նկատմամբ, բայց միջև հասնենք համաշխարհային այդ կազմակերպությունների լռելուն կամ չլռելուն, մենք ինքներս այդ հարցի պատասխանը կտանք, մենք ինքներս, հա, այս սրանք, որոնք ապրում են մեր մեջ, ոսանք ուրիշ տեղ չեն եկել, սրանք ապրում են, չէ՞ մեր մեջ, այս վայրենիները։ Ես իրենց ուզակի ուզում եմ հիշացնեմ, ընդամենը 5 տարի առաջ այս տեսանյութը այնքան եմ փնտրել, 5 տարի առաջ իրենք այս վիժվածքը իրենց գոլեգաներին ինչ էր անում, նայեք։ Նայեք ժողովուրդ ջան, էսի արդեն երկրորդ օրն է։ Հարմավերի բաժինն է, մնացածներ մյուս մարզերի բաժիններն են։ Անձրևի տակ, երրորդ օրն է սոված ծառա, ոչ հաց ունենք ուտելու, ոչ մարդ կա ստեղ, ոչ զինվոր կա, բերը գցել էստեղ գնացել են, ոչ մեկի չենք։ Նայեք վիճակներս ինչ է։ Նայ, սենց էսի երրորդ օրն է, որ այս վիճակն է արդեն սաղի մոտ։ Ես գիտեք ինչքան ժամանակ էր ման էի գալիս տեսանյութը, շնորհակալություն Բորիս Մուրազին է տարածել։ Սա այդ Ենիչերիների ընկերներն են, կոլեգաներն են։ Ես այս Ենիչերիներին ուզում եմ ասեմ, արա, ախր դուք մարդ չեք, որ դուք մարդկային լեզուն հասկանաք, այնքան կուզեի ես ձեզ սենց պարզ հայերենով 2 բառ ասեի, դուք մտածեի, կամ ինձ հակաճառեիք, ասեիք սխալ ես ասում։ Բայց դուք դրան ունակ չեք, որովհետև դուք եք Նիկոլի նման չեք նեղում, որ ձեզ թուրք են ասում։ Եթե դուք նեղվեք, որ ձեզ թուրք են ասում, դուք թուրքին չեք ծառայի։ Սրանք ձեր նման տղեկ են եղել։ Ձեր նման պագոնավոր։ Իրանք էլ էին, իրանց էլ էր թվում, թե իրանք օրենքի են ծառայում, հա, իրանք պետությանն են ծառայում։ Այս ձեր այսօրվա թուրք Նիկոլը ձեր գոլեգաներին տարավ լցեց բայրակդարի տակ, օրերով այնքան մնացին այդտեղ, միջև բոլորը ռմբակոծեն ու սպանեն։ Իսկ մնացած մասին հավաքեցին Շուշիի եկեղեցում, չէ ներողություն, Շուշիի անտիր մշակույթի տանը, անտիր, որս վերանորոգվել է, ֆանտաստիկ տեղ էր, որ, օպա, կա սաղին սպանել վերացնել։ Նիկոլը ձեզ էս արել, էս էլ անելու է, այն պահից, երբ որ դուք իրան ներպետ չնեք, քանի դուք հիմա պետք եք, ձեր նման հոտին, խոսքատալու և պարգևավճար, ամեն ինչ, և տուն, և բարձր աշխատավարձ, ամեն ինչ անելու, դուք իրան պետք չեք, բայց ինքն արդեն ձեզ հետ սա արել է, ինքը սա է, լավ ձեր մեջ մեկը չկար, որ է սպանվածների մեջ ընկերում էր, ձեր մոտ կոլեգիալիզմ, չգիտեմ, մարդկություն ոչ մի բան չկա, ոչ մի չափանիշ ձեր մոտ չի աշխատում, դուք այսօր որ տուն գնացիք, ձեր ընտանիքը, ձեր կանայք, ձեր երեխեքը չթքեցին ձեր երեսին, իրանք էլ են ձեր նման, դուք կարողացել եք իրանք էլ պղծել, որ իրանք էլ թքած ունենան ամեն ինչի վրա, հա, ու եթե ձեզ թվում է, որ դուք ձեր երեխեքին սարքել եք ձեր նման, դա ձեզ չի վերադառնալու, ձեր երեխեքը ձեր նման վարվելու են ձեր հետ, մեկը բերել է մի քիչ ավել փող տա, իրանք ձեզ էլ ուրանան, հենց այն պահին, որ իրանք պետք չեղաք, դուք հասկանում եք, դուք ինչ եք, դուք ով եք, ով չէ, ինչ եք, Անճաշնիցի հարգելի հետևորդներ, այս պահին ոստիկանությունը փորձում է ջարդել Վեհարանի դարպասները, Արամ Հակոբյանի չի համարել ջարդում Վեհարանի դարպասները։ Դուք որ գնացիք տուն ձեզ բան չասեցին, տնեցիք բարեկամները, բակի տղեկը, ժողովուրդը, այն բակում նարդի խաղացող տարեկավորներ, ոչ մի բան չասեցին ձեզ, թե տեղակ չեն եղել, թե իրանց համար նորմալ է։ Բայց իմացեք, հիմա առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ է նայելու ձեզ դեմքերը, ոչ միայն այս դեմքերը, ավելի պարզ ցույց տան։ Ախ, նախ այս քահանային լսենք մի հատ։ Ձեր երախուն մկրտել ենք մենք, ձեր ծնողներին թաղել ենք պատերի պապերին, ձեր պսակել ենք, հետո պտանի, մոլան, Ահա։ հելա շատ հեռու չի
Արատը մնացեն կոմարազից։ Հիմա մայրաթորնեք ուզում տակ։ Գնդակ արեք բոլորից, ես առաջինն եմ։ Կուրծքս բացեմ կանգնեմ, գնդակ արեք։ Քեզ ոչ են անելու։ Պետք է են անելու։ Փողով տվեց դա։ Նիկոլին են խփելու, ուղղակի փողը տվող չկա հələ։ Բայց մատ լապարել չեմ շահում արակարգին արա։ Վերեմ սասը պարկեվավաճարը դառնա։ Դա տամ ասեմ գնացեք կերեք։ Ինձ բան մի բերեք։ Դրեք։ Դուք շիրում եք բարտուջարեք կերեք։ Փողը տալիս եմ։ Գնդակարել եղբայր, սանք որ արդեն հասել են այդտեղ։ Ամեն ինչի ընդունակ են։ Ինչ կարող եք անել դուք։ Մարմինս միակ սպանեք, բայց ոգիս կզորանա։ Հիշեք մեկի սպանի 10 նահելնելու։ 10-ը։ Էմոցիա։ Էմոցիա կանայ խոսքը։ Ուղեղները ծրուր են դրել։ Սրբությունները մի վաճառեք պարկեվավճարներով։ Դեմքով շուռ են եկել, հետևով են կանեն, որ դեմքները չերևա։ Խեղճներդ մի վաճառեք պարկեվավճարներով։ Վաճառել են եղբայր, վաճառել են։ Մի վաճառեք տղեր։ Գետինը մտնել։ Բոլորիդ, ամեն մեկը ձեր գյուղում ձեր քահանայի աչքերին վաղ ոնց եք նայելու։ Ոնց եք մտնելու եկեղեցի խաչակնքվեք։ Իրանք Թուրքիային արտագաղթելու։ Ոնց եք ապրելու այս հողի վրա։ Տվող կլինի։ Ոնց լավ արա դուք տղա եք արա, մեր եք էլի։ Արա դուք տղա մարդ եք արա։ Արա ինքնասպաներ եք արա, գոնե իմանանք ընդեղ ձեր մեջ մի հատ մարդ կա։ Արա տղա մարդ, արա արժանապատվություն, արա մեկը ձեզ խփի։ Արա անասունի նման կանգնել լսում եք, արա թող ինձ ներեն անասունները։ Արա բայց դուք տղա եք արա, արա շուռ եք գոնե ասեք եղբայր դա ինչ չի։ Կանգնել լսում են։ Հլստեղս, հլես հեզ անասունությունն է, կանգնել հեզ լսում են։ Ձեր երեխաներն ովքեր են կնքելու։ Կստրկան սերյակ հաճույքով կստրկանան ոնց որ հիմա։ Կամ այսենց։ Արա, այկո։ Վայ, տերա, այս ամեն ինչի մեջ սոսկալի մի քանի շերտեր կան։ Իմ համար ամենամեծ կորուստներից մեկը նաև հայ տղամարդուն, դե հիմա սրանք արական սերի ներկայացուցիչ չեն, չէ՞, պարզա որ տղամարդ չեն։ Տղամարդը մի քիչ ավելի բովանդակություն ունի, էլի, ավելի լայն հասկացողություն, հա, բայց հայ առաքելական չէ, հայ արական սերի ներկայացուցիչին, սենց գլուխը կախած համազգեցնել հակը։ Սենց կանգնած, բայց ինքը պետք է անի։ Ինքը գիտեմ ինքը հանցագործա։ Բայց տղա չկա մեջը, որ ասի, արա չեմ անում։ Իրանք ուղղակի լավ հիշում են բոլոր Տեփանոսյանին։ Այնտեղ են, որ ասես չեմ անում 16 թվականին, ես իմ ժողովրդի վրա չեմ կրակի, իրան սպանեցին։ Վովչիկ լսում ես։ Տեփանոսյանի պատմությունը հիշում եք, որ 1000 մետրի վրա կանգնած բակում, Էրեբունի շենքերի բակում նստած, իր մեքենայի մեջ սնայպերով խփվեց։ Հիմա փորձում են ջարդել 9 տարի փորձում են ջարդել ծռերից մեկի վրա, որ ինքը կալաշնիկովով կարողացել է մի քանի հազար մետրից այդ տղուն խփել մեքենայի մեջ, մութ մեքենայի մեջ նստած։ Ու իրան, չգիտես ինչի։ Մեկին, որ ասել է ես չեմ գնա իմ ժողովրդի վրա կրակեմ։ Այն բոլորին փողերին այն հարմար միշեններին թողել էի, որ իրանց տակա։ Գնացել է ըստ մուսորների, ըստ նրանց, էլի։ Ընտրել են ամենաչերևացող կետը, որ չի երևում։ Ու խփել է։ Սրանք գիտեն, չէ, ախր իրան գիտեն, չէ, ով ինչ արե։ Իրան գիտեն իրենց համակարգը, չէ։ Բայց տղամարդկություն չունեն, ասեն, արա, ես խաղա չեմ խաղում, աղբեր։ Ինձ մի խաղացրեք։ Հարամն հացը, որ ես տանում եմ տուն, որի երեխեքը ուտեն։ Այդ հացը շաղախված է մարդու արյունով ու լացով։ Հայ մարդու արյունով ու լացով է շաղախված այդ հացը։ Չեն կարող ասել, էլի։ Ասում են թող ինձ հերել քրվեն, մերել քրվեն, թող երեխուս կերած հացը արցունքով ու արյունով շաղախված լինի, բայց ես վաղը ծառայության որ գնամ, RAV 4-ով մանգամ քաղաքով։ Պարքեվավճարներ գնամ, ունենամ դրա դիմաց։ Բան էլի, փոխանակությունը, իրանք գտել են արդար փոխանակություն, որ գան այսպես գլուխները կախ կանում են։
Մեռնեք տղեկ, ավելի լավ է, ձեզ չի կարելի, ասեն դուք չարժեք, որ ձեզ քֆուր տան, էլի։ Հիմա դոգը ձեր մեր, հեր, սա ընտանիքով, սա խառեն, ստերից մտել են ներից դուրս էր եկել, են ձեր գյուրի մեռել են էլ զգացել են այդ ամեն ինչ, հա, բայց ես ասում եմ, տղեկ, ազնիվ խոսք, դուք արժանի չեք դաժե, նույնիսկ որ ձեզ քֆուր տան, հասկանում եք, որտեղ ամենամեծ քֆուրը, որ ձեզ կարելի է տալ, այն է, որ դուք հիմա ձեր ու ձեր ընտանիքների համար անում եք, որ հիմա ձեր երեխեքը, ձեր ընկերները, ձեր ընտանիքները տենում են ես որփի նման, վիճակի նման, ես կանգնած եք, դուք տղամարդություն չունեք, նույնիսկ ասեք, ես չեմ անում, հա։ Ես տականք եմ, բայց ես այդքան էլ տականք չեմ, էլի, հա։ Ձեզ քֆուր չի հասնում, լուրջ եմ ասում, քֆուրը կոմպլիմենտ է։ Ինչ է գրում Իրան պաշտպան Նինա Կարապետյանցը։ Ես ասեմ օրենքի մասին որ մտածում եմ։ Որ սրա հակասահմանադրական էս ամեն ինչի, հակաիրավական, հակապետական, հակաբարոյական վարքը արդարացնողներ, ոնց է վերաբերվում, դուք ոչնչից սարքեցիք մեր ինքնության ամենաանվտանգության եւ պետականության դեմ ահաբեկչական գործողություններ ծավալող օտարի ձեռքի փափուկ խաղալիք Պուճուր դև, դա Նիկոլ Փաշինյանին է վերաբերվում, ասում են դուք ոչինչից, այդ ոչինչը դևը, այդ Նիկոլ Փաշինյանն էր, դուք դրանից սարքեցիք մեր ինքնության, անվտանգության, պետականության դեմ ահաբեկչության գործողություններ ծավալող, իրականացնող օտար ձեռքի փափուկ խաղալիք, որին թվում է, որ ինքը ուժեղ է ու հավերժակ։ Գիտեք, Ներոնն էլ է այդպես թվում։ Ներոնի պատմությունը հիշում եք, ախր ես այս տականքին առաջին օրվանից ասել եմ, սա Ներոնն է, Ներոնը որ ավիրեց, այրեց Հռոմը, Ներոնը, որի մայրը ուտանկեն կներեք խոսքիս համար, ամուսնանալով Կեսարի հետ այն ժամանակվա, սպանեց որ իր զավակը դառնա թագավոր, հետո զավակն էլ սպանեց սեփական մորը, որ հանկարծ իր թագավորությանը ոչինչ չսպառնա, ու ավիրեց երկիրը, որտեղ ինքը բաներ, հաց եւ տեսարաններ է սիրում, ինքը այս էր սիրում, ստեղ սպանություն, այնտեղ դավադրություններ, այնտեղ սա է, սա լրիվ Ներոնի կերպարի մեջ է տեղավորվում, լրիվ, հա, իր հորն է հիմա սպանում, իր աչքի առաջ, որ իրան բերել է իշխանություն։ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռու մի գնացեք, ով է բերսան, այս եթիմին ով է հանել, ով է աճացրել, չէ կարող ես ամեն ինչը Լևոնի կողքից անցնել, թեկուզ թուրքական բան գործակալներն են սրան աշխատացել, բայց KGB-ն կուրսի է եղել, դա Կարլոսի, Գորիկի, հետո մնացած Վանեսյանի, դե բոլորը եղել են, իսկ շեֆներով է Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն սա նույնիսկ սա լրիվ Ներոնն է, որն է սպանում, որ իր իշխանությանը ոչ մի վտանգ հանգարց չլինի։ Ներոնն էլ մտածում է, որ ինքը բանա, ասենց արդեն ամեն ինչ իրանն է, բոլոր գյոզա Սենեկային էլ հետը սպանեցին, անասունը, մոդ բանը, խորհրդատուն Սենեկան էր, փիլիսոփա, իրան էլ ես թվում ինքը անմահը, սաղին սպանելա, վերացելա, բոլոր իրանածառայեմ զորքը ինքը վերջն է, հիշում եք ինչ եղավ, ինչպես մնացած բոլոր տականքների հետ, Կալիգուլայից ցրթված է, ինչ պետք է լիներ, այդ, սա էլ է Կալիգուլայից առաջացած, այս Փաշինյան Նիկոլը Կալիգուլայից առաջացած, սա բանը, սա առաջացել է, սա չի ծնվել, լավ գնանք առաջ, ու այսօր ինչ է գրում, մտամն ինչի ժամանակ, ես ասում չես, տականք է, ակնհայտ է, թե ինչու է թաքնված իրավապահներից, եթե դատարանը 1 կամ 2 ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ворց է ապրելու սրբազանը, նայեք, երկրի վարչապետ, ինքը, 2 ամիս առանց կնոջ ոնց է ապրել, դե ճիշտ է, ինքը քո նման կույս տղեկի մասին չի երազում, Փաշինյան Նիկոլ, որ ինքը մնա իրանց հիշողության մեջ ամենաերկարը, պիրծ, սատանի ծնունդ, սա, հասկանում եք, սա ցանկացած մեկը, որ նորմալ է համարում, ուսա մասին չի խոսում, որպես հանցագործություն, պետական մասշտաբի, ոչ միայն սա, որտեղ սա այս ամեն ինչը հետևանքներ է, ես խոստացող գլուխներին եմ հասնելու, ուրեմն,
նա վարձկանա։ Անվանում ասեմ ձեզ, այսօր ես հայկական մեդիան եմ նայում, այսքան վարձկան, սենց բան չի կարող լինի։ Լավ, սա ինչ կորուստ է, ժող։ Ես նորից եմ ասում, իմ համար այս հայրենիքի կորուստ, մարդկանց կորուստ, այդ ամեն ինչի կողքին նույն ձևի կանգնած է հայ տղամարդու կորուստը։ Գիտեք հայ տղամարդու կորուստը որն է։ Կերտոտ, ստախոս, տեղավորվող, դա կորուստ է։ Դա հայ տղամարդ չի, արական սերի ներկայացիչը, արական սերի բիո հապոն է ինքը։ Ես որ նայում եմ հայ տղամարդուն այդ բանում, կարգավիճակում, ես համարում եմ իմ համար նույն չափի կորուստ։ Ինչ մարդու մահանալը, երկրի կորուստը, նույն է հայ տղամարդու կորուստը։ Որովհետև երկիրը ամեն ինչ կարելի է վերականգնել, մարդն էլ է վերականգնել, երեխեքներ են ծնվում, երկիրն էլ կարելի է վերականգնել, ամեն ինչ կարելի է, բայց այդ տեսակի կորուստը դու կարող ես վերականգնել, երբ որ կա, ռեսուրսը կա, առողջ տղամարդը կա, առողջ կինը կա եւ կարելի է վերարտադրել, բայց սրանք վերարտադրող չեն, սրանք իրancs նման տականք պիտի վերարտադրեն, իրանց կարգի նման տականք պիտի վերարտադրեն։ Ես մենակ ինչ Դավիթ Ստեփանյան կա, Դավիթ հա ինչ Ստեփանյան, որոշել է, որ ինքը բան է, վերլուծաբան, ես գրել են, վերջում գրել էր լակոտնել եք դուք, ապուշնել եք դուք։ Չու մի բան էլ գրել, չալալեմ կգտնեմ, ուղղակի արդեն այնքան բան ենք խոսալու, ես չեմ ուզում դրա ժամանակ խոսել։ Հայկական քաղաքական դաշտի վերլուծաբանը գրում է, ասում է նամատքին կար պետականության դեմ գործողություն աներ։ Ու գնաց, արդեն ինքը որոշել է, դատարանն է, որ նա հակապետական գործողություններ անում, գրել է, վերջում գրել է, համ ապուշնել դու, համ լակոտել։ Հայկական քաղաքական վերլուծական միտքը հենց այդտեղ է։ Ասում ես, ու դա արական սերի բիո զանգված է, ես չեմ կարող դրանց ասել տղամարդ, որտեղ տղամարդը մի քիչ ուրիշ բովանդակություն պետք է ունենա։ Ինքը արդեն ի սկզբանե ընդունել է, որ ինքը համ լակոտ է, համ տականք, իրան այդ ամեն ինչ ասելու է։ Ու հայկական քաղաքական դաշտի վերլուծաբանը տակը վերջական գնում է, որ այդ ամեն ինչը դուք եք։ Գիտի որ ինքը այդ է, որ գրելու են, տակը գնում է, որ այդ ամեն ինչը դուք եք։ Մեռնելիք։ Ես ինչ արեցի, չի վախ։ Իս չի վախ, ասեմ ինչ անում։ Ուղիղ ցուցումներն է իրականացնում, ուղիղ լսեք։ Снова нагадить. Знаете, если тебе не доверяют и даже послав разгружать вагоны предварительно пересчитывают ящики, ну, надо делать соответствующие выводы. Նիկոլ Փաշինյանն են ասում է, քեզ նույնիսկ չեն վստահի, որ դու բան դատարկես, վագոն, գնացքի, վագոն էլի, չինեմ հայերանում, նույնիսկ եթե հաշվել են նախապես ինչքան ընդ արկղ կա, քեզ նույնիսկ դա չեն վստահի, որ դու դատարկես, Փաշինյան Նիկոլ։ Доверие, оно само по себе от сырости не заводится, его заслужить надо. Ասում է, վստահությունը ասում է, ոչինչից կոնման սերվիսից, ասում է, ոչինչությունից կոնման, չի առաջանում, ասում է, դրանք պետք է արժանանալ։ Դու ինչ պետք է անես դրա համար, Փաշինյան։ Демонстративно накажет, ну, посадит особо крикливых реваншистов, законодательно запретит слова вроде «Арцах имя отцом», думаю, степень нашего доверия хоть немножко, но вырастет. Եվ այսպես ասում է, եթե դու դեմոնստրատիվն ցուցադրաբար կպատժես բոլոր ռևանշիստներին, կարգել ես Արցախ խոսքը քո բոլոր մեդիաներում, այն ժամանակ քո վստահության աստիճանը մեր մոտ մի քիչ կբարձրանա։ Հասկացաք ես ամեն ինչի համար կատարվում։ Թուրքերը ուղիղ եկեղեցին պետք է վերացնես, հիմա Արցախ խոսքը ընդհանրապես արգելված է, ցեղասպանություն խոսքը ընդհանրապես արգելված է մեդիաներում, հիշում եք, չէ՞։ Հիշում եք, չէ՞, Երկանյան Արտյոմը, որի պապը Նեմեսիսի բան է եղել, իրականացնողներից մեկն է եղել։ Ինքը նույնիսկ ցեղասպանություն բառից չի անում արտաբերի։ Ռիսկ չան, եթերում, հա։ Հիմա ասում են, եթե դու մեկ այդ ոչնչությունը, որ քեզ նույնիսկ չեն վստահի, որ դու վագոն դատարկեիր, հա, նույնիսկ եթե գիտեն քանի արկղ կա այնտեղ։ Դու եթե ուզում ես քեզ մի քիչ բանանալ, վստահեցնենք, դու պետք է ցուցադրաբար պատժես բոլորին, ովքեր հանդգնում են Արցախի անուն տալ։ Ես ընդամենը մի քանի օր առաջ ասեմ, սեպ ինչ մի ամիս առաջ է, չէ՞։ Կաթողիկոսը հրավիրված էր բանում Ժնև։ Արցախի հիմնախնդրի մասով համագործակցության։ Հենց այդ ժամանակվանից սկսեց հիստերիան։
Հենց այդ ժամանակվանից։ Ուսք այդ ժամանակ սկսեց քերական գա մասին հիշելու, կտենց գնաց։ Ես նորից ասեմ, սա դեռ պետք է աճի։ Արդեն 3 этап ունենք, ես հիշեցնեմ ձեզ։ Առաջինը, որ էս իդիոտը որոշեց, որ պետքա մտնի Սրբազանի քերու եւ քրակնգա ծոցը։ Հիշում եք։ Ասեցինք սա անասուն է, սա վրթոված է, որովհետեւ այնտեղ այդ համաժողովն է գնում Արցախի հետ կապված։ Երկրորդը, որ ինքը էքսկալացիայի տարավ, արդեն Բագրատ Սրբազանից տունը մտնելն էր, հա, այդ մասկի շոուներով, այդ ամեն ինչով։ Այն ժամանակ արդեն պարզ էր, որ սա այդ ուժի ցուցադրումը կալանավորել, բանթամեն երկու առաջ էր, չէ՞։ Սա պետք է նաև էքսկալացիայի անընդհատ տարվի, էսկալացիա, որ ինքը անընդհատ ասելիք ունենա եւ ցույց տա իր հոտին, այն քպայական հոտին։ Այդ տական շերտներ, ես դա մասին եմ անպայման խոսալու, հա։ Այդ դրանց ցույց տա, որ ինքը դեռ ինչ որ մի բան կարողանում է անի։ Բայց որպեսի դա էլ չմարի, ինքը անընդհատ մի բան պետք է ստեղծի։ Ընդամենը 3 էր ում հետ էի հյուրս, որ ասում, հա, Մարինայի Պողոսյան, ասում է Մարինա, սա դա է, ինչ ես կար, այս հերթականությունը, որ նայում ենք, ինքը անդադ էսկալացիա է տանում։ Էսկալացիա տանում իր հոտին ոգևորելով, որ ինքը դեռ ինչ որ ուժ ունի։ Հաջորդը, պետք է լինի երրորդը, որն է լինելու, ես կարծում եմ դա լինելու է Վեհարանի վրա գրող, բան, ինքնատով կմտածել, որ սա հնարավոր է։ Բայց այսօր ինքը արեց եւ ինչ արեց, ինքը Վեհարանի վրա գրողեց Աջապահյանի համար։ Ճանապարհը բացելով 4-րդը լինելու է գրող կաթողիկոսի վրա, հենց Վեհարանում։ Տեսեք, Աջապահյանին կարելի է ցանկացած տեղից հրավիրել քնչական, չէ՞։ Հիմա էլ միջազգ գնում է դատավարությունը։ Արդեն կարող է որոշումը կայացած, բայց ես ֆաստոպը նայեցի, առաջ նայեցի, հələ գնում է դատավարությունը։ Ինչերով։ Շտապ։ Ինչերով նույն դատավորն է անում, ինչ որ Բագրատ Սրբազանին։ Այսինքն դատավորին ասել են, դու մեկը արդեն հանցագործես, արա։ Ինչ մի հատ Սրբազանի վրա անօրինական որոշում կալանք իրականացնեց։ Ինչ երկու մեկը հոդվածը նույնն է։ Ինքը չի կարող ասի չէ, որովհետև նույն դատավորին կդատեն հաջորդ որոշում կայացնելու համար։ Այս համակարգը տենց է կառուցված։ Մի խոսքով չշեղվենք։ Առաջի գրողն եղավ, արդեն բան է, զգացին որ բանա բացվեց էլի այդպես այդ տաբուն կոտրվեց էլի 4-րդը լինելու կաթողիկոսի վրա 5-րդը ինչ են անելու ես չգիտեմ ես նույնիսկ վախենում եմ պատկերացնել դա կարող լինի նույնիսկ երաբլուդի քանդելը դա մի օր քանդվելու է հիշեք դա ըստ արդեն այսօրվա եղած կոնցեպցիայի դա տերորիստների բանա թաղման տեղը ասենք տերորիստների պուլակա վաղը կարող է բաներ կպցնեն կամ քանդեն կամ մի հատ մեծ բան կպցնեն որ այստեղ թաղված են հարևան Ադրբեջանի վրա ահաբեկիչների պուլակ ասենք չգիտեմ սանցով կարա մի բան բացառի որ հնարավոր այդպես բան կանի բայց ինքը պետք է այս էսկալացիան անընդհատ տանի որովհետև այս տականք իր բնությունով որ ինքը կառուցողական մարդ չի հա դուք մատ 7 տարվա մեջ հիշեք մի քաղաքական օրակարգ որ քննարկվել է իրականացվել է կամ տնտեսական օրակարգ չկա ամբողջը ինտրիգաներ բազարներ կեղտոտ խաղեր պատերազմ սպանություն ուրացում ամեն ինչ բացի պետականաշինությունից հենց որ դուք լսեցիք չէ որ ինչ են ուզում որ քեզ այ համբալ գիտեք ինչ է նշանակում որ ասում են քեզ չեն վստահի որ դու վագոն դատարկես սա նշանակում է որ դու համբալ ես այ համբալ եթե ուզում ես քեզ մի քիչ վնասենք վստահենք մի քիչ վստահենք դու պետք է ցուցադրաբար դատես այն ինչ որ ինք անում է դրա համար էլ ասում Աջապահյանի ոչ թե հրավիրում են ոչ թե տնից են ձերբակալում այ չէ ցուցադրաբար Վեհարանն են գրում չնայած Աջապահյանի տարելու համար Շիրակի թեմի առաջնորդն է չէ Վեհարանի չկապ ունի Կարան այդ օրը չանեին կամ տնից հրավիրեին ի վերջո փողոցում կարող էին դա անել բռնել սպասել մինչև դուրս գա բայց չէ ցուցադրաբար հենց բանը եկեղեցու վրա պետք է գրոին որովհետև ինչն է Էջմիածինը թուրքերի աշկի փուշն է էս են հիմնարկն է որը կասեցրեց թուրքերի առաջխաղացումը 18 թվականին որի զանգերը դարձան թուրքական զորքի ջարդի եւ կասեցման պատճառ թուրքը ուրիշ ոնց կարող էր գրոհել Վեհարանի վրա եթե ոչ հայ տականքի ձեռքով ոնց գլուխները կանգնել անասունի նման
թող ներեն ինձ անասունները, ոսս գետնին էին նայում, հա, շուր էին եկել, որ այդ քահանայի դեմքներ չտեսնեն։ Ոնց կարող էր անել ոչ պես։ Մենակ առաջ։ Ծանոթացեք սրանց։ Հիմա գամ սրանց։ Մտ հպար դեմքը նայեք հələ։ Ինքս հպար դեմքով աղագնալու կանի Ալիևի դեմը կամ Էրդողանի դեմը, ես տեսքան ծառայել եմ քեզ։ Հələ ծառայել եմ, բա։ Ծառայել եմ, տես ինչ ասես արել եմ։ Գրոհեցի այն կառույցի վրա, որ ձեզ ջարդեց 18 թվականին, հա։ Ես դա իրականացրել եմ։ Ինչ ես ասում։ Ես ասեմ ինչ կասի իրանց։ Կասի արա։ Հիշում ես, քո նմանները կային իրանց սպարապետ մխիթարի վիզը կտրեցին գիշերով քո նման տականքները ու բերեցին մեր սուլթանի մոտ։ Սուլթանը նայեց։ Արասես, ես ինչ տականք ա դա եկա։ Դուք ձեր առաջնորդի վիզը կտրել եք, որ ես ձեզ խնայեմ, արա։ Որ ես ձեզ խնայեմ, դուք ձեր համար պայքարողի, ձեր համար իր ընտանիքը արդեն զոհաբերած մարդու, հա, մխիթարի ընտանիքը ընդամենը 2-3 օր առաջ էր դրանից առաջ մորթվել, հա, երբ որ բացեցին Հալիձորի դարպասները։ Արա դուք ես ինչ տականք եք անում։ Ու ձեզ թվում է, ես ձեզ պետք է խնայեմ։ Դուք սրբություն չունեք, գավուրներ, անհավատ, անսրբություն տականք եք։ Ու ձեզ հիշացնեմ, այդ փնթիներ իրանց հետ ինչ արեց։ Նույնը ինչ իրանք արել են մխիթար սպարապետի հետ։ Հիմա դուք ես հպարտ դեմքով, հպարտ թուրքի դեմքով, թուրքերին ծառայություն մատուցած։ Ձեզ թվում է Էրդողանը ձեզ խնայելու է։ Չէ։ Դուք չեք հասնի նույնիսկ այդ օրվան, որ Էրդողանը ձեզ խնայի։ Էրդողանը եւ ընդհանրապես թուրքերը ի տարբերություն հայերի դավաճաններին պատժել գիտեն։ Նույնիսկ եթե դրանք իրեն չեն դավաճանել, ու ամբողջ պատմությունը դա է ցույց տալիս։ Ամբողջ պատմությունը դա է ցույց տալի, որ իրանք դավաճաներին պատժել գիտեն, նույնիսկ եթե դավաճանները իրաց չեն դավաճանել։ Այնպես որ պատրաստվեք, դուք ընտրություն չունեք։ Ազգային իշխանություն եղավ նույնն լինելու ձեր հետ, թուրքական իշխանություն եղավ նույնն լինելու ձեր հետ։ Դուք այլ ճակատագիր չեք կարող ունենալ։ Իսկ ինչ վերաբերվում է սրանց ճանաչողների, այս սրանք էս 5-ին մասնավորապես, ու մնացածներին, որ կան այսօրվա ցանկացած համազգեստով, սրանց կողքեր ովքեր որ պատտվում են, եւ իրանց ասելիք չունեն, ուղիղ այն ինչ որ մտածում են, նշանակում է իրանք էլ իրավունք չունեն պետականություն հայրենիք ապագա ունենալու։ Որովհետև սրանց հետ բարև տալ, սրանց հետ ժպտալ, աշխատել, նույնն է թե ոգևորել ու ընդունել այն ինչ որ սրանք արել են։ Ես այսօր ցերեկն ասել եմ, հիմա չեմ զլանա ասելու։ Եթե հանկարծ ստացվի ինձ, որ մենք չկարողանանք փրկենք մեր պետությունը, մենք ամեն ինչ կորցնենք։ Չնայած նրան են ցավին կորուստին, որ ես ունենալու եմ անձամբ, ես ուրախությամբ նայելու եմ ձեր հետ ինչա կատարվում։ Դա կլինի միակ մխիթարանքը։ Միակ։ Իսկ դուք մխիթարանք չեք ունենալու, որտեղ դուք ամեն ինչ արել եք տականքներ, որ դա շուտ լինի։ Դուք ունենալու եք կորուստի զգացում, որտեղ դուք անում եք, որ ձեզ լավ լիներ, որ դուք այս ամեն ինչ շահած դուրս գայիք։ Չէ, դա չի լինելու։ Դուք ոչ մի պարագայում շահած չեք դուրս գալ։ Ոչ մի։ Ես 50-50 իմ նմանների շահած դուրս գալու, կամ կունենանք պետականություն կամ չէ։ Դուք զրոյա ձեր բան ունենալը, շանս ունենալ, զրոյա ձեր հաջողություն ունենալ։ Եթե պետականություն ունեցանք, դուք ուղիղ աշխատանքային գաղութ, չունեցանք, թուրքը ձեր ամեն ինչ ավելի ճիշտ ու գրագետ կանի, քան ես կարող եի նույնիսկ ֆանտազիաներիս մեջ ենթադրել։ Նկարիչ։ Սանս նայեք մի հատ էլի։ Սանս նայեք էլի, մտել ես անասուններին նայեք էլի։ Բայց ինձ ով կարող ասի, ինչ են սրանք դեմքները փակել, եւ որ ծառայությունն է սա։
Մենք լավ գիտենք, որ թուրքերը անհանգստացած են սրա ապահովության համար։ Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ սրանք թուրք են։ Շատ, որտեղ իրանք ասում են, ամեն ինչ պետք է անենք Փաշինյան Նիկոլի անվտանգությունը պայելու համար։ Իրանից լավով է մեզ ծառայել, չի նետեսպան։ Հիմա հարց, ովքեր են սրանք, ինչու են դեմքները փակ։ Սա ԱԱՑ-ի ֆորմատ չի։ Ովքեր են։ Որտեղ են հայ ենիչերիները, գլուխը կախ, դեմքը բաց է, գլուխը կախ է, բայց դեմքը բաց է ամեն դեպքում, չէ՞։ Ովքեր են սրանք։ Ով կարա ինձ երաշխավորել, որ սրանք թուրքեր չեն, այս թուրքերը չեն ապահովում այս ամեն ինչը։ Հոգևորականներն ասում այսօր մի ոստիկան մոտեցավ ինձ ասաց. «Ամաչում եմ, բայց մենք այլ երբ չունենք»։ Խաբել են։ Հայ Զաքարիա։ Խաբել են։ Թող գնա տունել ասի, «Բարես, ամաչում եմ, որ քեզ ասում են անառակի զավակ, բայց ես այլ տարբերակ չունեմ, ես պետք է լինեմ անառակի զավակ»։ Այ երբ չունենալը ո՞րն է, այսինքն դու չես ուզում քո պաշտոնից հրաժարվես, հա։ Որովհետև երկը մենակ մեկն է, հրաժարվել անելը։ Ուրիշ բան, որ քեզ տնտեսապես ձեռ չի տալի, որ դու հրաժարվես նրանից, ինչու դու անում ես։ Դա չի երկ միշտ կա։ Բայց երկը տրված է կամք ունեցողներին, տղամարդկանց։ Հա, տղամարդ, որ ասում են տղամարդ, դա մի ամբողջ հասկացողություն է։ Դա սեր չի միայն։ Նենց որ կուտը մի կերեք։ Այս հիմար պատճառաբանություններին, որ ինքը լավն էր, բայց իրեն հիվանդանոցում փոխել էին, չկա տես բանը։ Չկա, իրեն գիտակցված ընտրություն է սա։ Որ ընտրեմ, նոր աշխատանք, թե համաձայնում եմ, որ ես վերջի տականքն եմ, գնամ եւ իրականացնեմ Թուրքի հրամանները։ Ընտրության հարցը, ընտրությունը կանգնել է իր դեմը եւ իր ընտրությունը արել է ինքը։ Էլ ի՞նչ է նշանակում երկ չկա։ Ոնց կարող երկ չլինի։ Միշտ էլ կա։ Եվ այսպես, այն ինչ որ ներկայացված Աջապահյանին, ասում անցած տարի ԱԱՑ-ն դատախազությունը պատասխանել են Միքայել Աջապահյանի արարքում հանցական չկա, հիմա ասում են կա։ Նույնիսկ Նիկոլահեն մեդիանագերում։ Արա, դուք անցած տարի եք ասում, որ այս պահվածքի մեջ, այս հայտարարությունների մեջ հանցակազմ չկա։ Ոնց դարավ այս տարի կա։ Ոնց դարավ, ես էլ ասեցի ոնց դարավ, որովհետև ուղիղ պահանջը եկավ, ասեցին հարայ համբալ։ Нагадить. Знаете, если тебе не доверяют и даже послав разгружать вагоны предварительно пересчитывают ящики, ну, надо делать соответствующие выводы. Доверие, оно само по себе от сырости не заводится. Его заслужить надо. Վերջ։ Ինքը հիմա այդ վստահությանն է արժանանում։ Ընդունում է, որ ինքը համբալ է, ընդունում է, որ ինքը պետք է վստահություն ձեռք բերի, եւ ասում է, էական չի դե հանցակազմ կա թե չկա։ Դուք պետք է հոդվածը դնեք, պետք է դատեք, վերջ։ Հա։ Հիմա են բոլոր քաղաքական ուժերին, որոնք պատտվում են այս ամեն ինչի շուրջը։ Մասնավորապես այդ ընդդիմության կոչվածին, որոնք մի անգամից որոշեցին առաջարկել Աջապահյան վարչապետ։ Ես ու կարդացի, ես ասում եմ, այդ հոտը, որ ընդդիմությունը իրան կոչում է, խորհրդարանական։ Լսի, գարան ուղեղել չունեն, հա, գարան ուղեղ էլի։ Այսինքն ում բռնում են, պետք է գոռեք ինքը վարչապետ։ Եվ սա այս գեղեցիկ ձեռագիրը Միքայել arczepiskopos Աջապահյանինն է, որը հայտարարություն տարածեց մի անգամից, ասեց. Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից, իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում։ Աստված պահապան։ Ուրիշ բառերով ասեց այդ բան առաջարկողներին. Արա հո դուք իդիոտ չեք։ Հո դուք պրիդուրկ չեք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Դուք նույնիսկ միթե այնքան տկար եք, այնքան սնանկ եք քաղաքական առումով, դատարկ, որ դուք մի թեկնածու չունեք, որ Բագրատ վարչապետ, Աջապահյան վարչապետ, այլ դուք քաղաքական մի վստահություն ունեցող, մի բարոյական կերպար չունեք ձեր շարքերում, որ առաջադրեք, չգոռարկեք, որ ինքը վարչապետ է, առաջադրեք, ասեք, մեր թեկնածուն ինքն է։ Գրեցին Դավիթ Համբարձումյանը, Դավիթ Հովհաննիսյանը, նով էր բան Մասիսի քաղաքապետը։
Դրան եք առաջարկել հասկացեք, որ դուք լրիվ խեկները թափացել մեր գոռում են Աջապայան վարչապետը։ Դուք հասկանում եք, որ Նիկոլը, ասենց ասեմ, ավելի լավ ընդդիմություն, քան դուք եք Նիկոլի համար հնարավոր չէ բան անել։ Հորիներ նույնիսկ, իրանք էլ են այդ ասում, իրանք էլ չեն թաքցնում, որ դուք որպես ընդդիմություն նվեր եք ուղղակի իրանց, նվեր, այսպես, այն բանի, Բենդերի ասած, ասում կապուտ եզրավոր ապսեն կամ սկուտերը, չգիտեմ, դուք նվեր եք, այսպես սկուտերի վրա մատուցած նվեր։ Հիմա այսքանից հետո մանդատները վայր դնելու եք արա, թե չէ։ Չեք դնելու եք, ես գիտեմ։ Ավելորդ հարցը, ես գիտեմ, որ դուք չեք դնելու։ Այսօր ինչու խառնվել են իմպիչմենտ են ուզում, մանդատները վայր դրեք, դուրս եկեք, ձեր գլխին կպտեք իմպիչմենտը։ Դա չլող բան է, դուք դա չեք անելու։ Բայց դուք ամեն ինչ կհետաձգեք, որ դուք հանկարծ մանդատները վայր չդնեք, որ հանկարծ Նիկոլը օդում չմնա։ Որտեղ ինչ է կատարվում, երբ որ մանդատները վայր են դնում, կազմալուծում է խորհրդարանը։ Չկա խորհրդարան, չկա վարչապետ։ Բայց չէ, Նիկոլին անտեր չեն թողել։ Նիկոլին անտեր չեն թողել։ Սա տեսակ ինչ ասեց Աջապայանն ձեզ, ասեց արա դուք հիմար չեք։ Ուրիշ հերոսյանուն չգիտեք, ուրիշ բան որոշեք։ Ոչ հերոսանցալից նա լսեք էլի սա։ Մենք քննարկումների արդյունքում եւ նաեւ ընտրողների հետ շփումների արդյունքում որոշում ենք կայացրել, որ Երևանի ավագանիում մեծամասնություն ձևավորելուց հետո փոփոխություններ են կատարելու, մի շարք փոփոխություններ են կատարելու Երևան քաղաքի բյուջեում եւ բյուջեում ներառելու ենք նոր հոդված, որը կոչվելու է սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին։ Այսինքն խոսքը այն մասին է, որ այն քաղաքացիները, որ Երևանի ավագանու ընտրություններում մեր հաղթանակից հետո համապատասխան դիմում կներկայացնեն Երևանի քաղաքապետարան եւ կասեն, որ իրենք հրաժարվել են ընտրակաշառքով քվեարկելուց, այդ քաղաքացիները կոնկրետ չափի սոցիալական աջակցություն կստանան եւ ես կարող եմ նույնիսկ մեր նախնական հաշվարկներով մոտավորապես 15000 դրամի չափով օգնություն կստանան եւ դա Լսում եք ինչ առաջարկում է սան ասում է։ Ասում է, որ մենք դուք մեզ հիմա ընտրեք, դիվերսեք ընտրակաշառքը։ Մենք ձեր ընտրակաշառքը հետո կտանք, հենց որ ընտրվենք, դիմում կգրեք, մի 15000 ձեր ընտրակաշառք կտանք որպես սոցիալական օգնություն։ Դες ուրիշ ոնց ասենք սա կերպարանակալագրելու համար, այսինքն ուրիշ որ ասպեկտից բանը մեջ վերում բերենք։ Սա ամբողջ կենսագրությունը սա է։ Ամբողջ կենսագրությունը կեղտով, ստով, սրիկայություններով ասած համեմված է, որը ինքը շատ թափանցիկ գրել է իր գրքի մեջ։ Շատ թափանցիկ, ով է ինքը, ինչ է մտածում, ինչ տղեկի մասին է երազում, ում հիշողությունների մեջ է ուզում մնա։ Այս ընթացքում այսօր սա մասին լրվեց, որովհետև ավելի փոթոր տալից իրադարձություններ կար։ Տեսնում եք այս փթիրին, որ կանգնած են Բոյովի կողքը, այս Բոյովը բայրակդարն է, հայտի բայրակդարն է, բանի պես է Էրդողանի, որը ստեղծել է այդ բաները, հավաքել է այդ հայտնի դրոնները, որոնք սպանում են մեր երեխեքին։ Այս կողքի են թափոնը, անասունը, ինչ է Խուդատյան, որը տարածքային կառավարության նախագահն է։ Բայրակդարի հետ քննարկել են Հայաստանի Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Այլ բառերով ասած, հեցի թուրքականացմանը։ Այսինքն այն ինչ որ պետք է խլվի Սամվելից, տան թուրքերին։ Այն խոսակցությունները որ սկզբանե կար, որ սա դրա համար է արվում։ Խնդրեմ, մարդիկ արդեն քննարկում են։ Մարդիկ արդեն քննարկում են, ժողովուրդ ջան։ Մենք ինչ անենք։ Մեզանից բացի ոչ մեկ չի անելու։ Ամեն մի հայ, որ հայկական հողի վրա, նույնիսկ ոչ հայկական հողի վրա, իր վերաբերմունքով ուղիղ, բաց, շիտակ, առանց ծամածրվելու, առանց կեղծելու, ուղիղ պետք է արտահայտվի ինքը այս ամեն ինչի մասին ինչ է մտածում, նույնիսկ եթե չի ապրում Հայաստանում։ Ուղիղ
ուղիղ, որ իրար կողքի են կասկածամիտներ, որ սրանց աջակցի թե չէ կարողա պետք է ճիշտը լռելը հավասարազոր հանցագործության, լռելը հանցագործությունը, ես երեք ասում, չէ ներկու Վիգենավետիսի մեկել են Դաշնակալ Վահագն Հայրապետյանի համար, լռելը դրանց սրիկայության նկատում դա հանցագործություն է, դրանք այս ամեն ինչի աջակցողներն են, այս ցեղասպանության, այս կեղծիքների, այս ամեն ինչի, ինչ որ կապված է Փաշինյան Նիկոլի Կերպարի հետ, այդ նեռի հետ, այդ նեռոնի հետ, հա, իրանք դրա աջակիցներն են, ցանկացած լոյալություն դրանց նկատմամբ նշանակում է աջակցություն այս ամեն ինչին, լռելը հանցագործություն է, եթե մենք չենք ուզում դուրս գանք մեր կոմֆորտի գոտուց, վատամարդ լինենք, շիտակության, այսինքն գրողի տակ, եթե ես պետք է շիտակ լինեմ ու դա համար վատամարդ լինեմ, նշանակում է ես սխալ տեղ եմ ուղղակի։ Եթե ես պետք է վատամարդ չլինեմ, կեղծեմ, որպեսզի ես վատամարդ չլինեմ, նշանակում է ես սխալ տեղ եմ։ Արա, մեր ինչին է պետք է ժողովուրդ ջան այտենց միջավայրը։ Որտեղ ես պետք է կեղծեմ, որ ես վատամարդ չլինեմ։ Մատ այլքսից մտածենք, էլի, թքած եմ միջավայրի վրա, որտեղ ես պետք է սուստ մնամ, չարտահայտվեմ, որ ես վատամարդ չլինեմ։ Նշանակում է ես ընդհանրապես սխալ տեղ եմ, սխալ միջավայրում եմ ու դա իմը չի։ Քանի կոպեկի արժեք ունի, մանավանդ, եթե դա վնաս է տալիս մեզ, քանի կոպեկի արժեք ունի դա, քանի մենք այս պարադիգման չենք փոխել, այս հին կեղտոտ կործանարար իներցիան, որ կարելի է միտեղ մնալ, լռել, որպեսզի վատամարդ չլինեն, հա, կուլ տալ այդ կեղծիկը, թողել դա շարունակվի, ինքնասպանության գնալ, քանի մենք այդ բանը չենք փոխել, մենք ոչ մի բան չենք ունենալ։ Չենք ունենալու, սա մի հոգու, երկու հոգու, 10 հոգու բան չի, սա պետք է համատարած լինի, որ նոր քաղաքական կուլտուրա ծնվի, նոր քաղաքական ուժեր առաջ կան, նոր որակի քաղաքական լիդերներ կան։ Թե չէ սովա քաղաքական գլուխները, որ իբր ընդդիմադիր են, ասում են, դե մենք չենք ընդունում բանը, մենք համաձայն չենք տերորիզմի հետ, ասենք իրանք այնքան պուճուր են, նայեք, այնքան պուճուր, որ կրակած փամփուշտներով սարքած ռեպորտաժը ընդունել են, որ սա, որա, հեղափոխություն չէ, հեղաշրջման փորձեր, իրանք չեն ուզում, իրանք համաձայն չեն, ու իրանք համարում են, որ իրանք կարան լինեն այս հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար քաղաքական առաջնորդ, արա դուք ձեր պատիեզդում չեք կարա լինեք այդ պուճուրներ քաղաքական առաջնորդ, դուք նույնիսկ ունակ չեք մեծ պատկերը տեսնելու, որ միանգամից չէ, արդեն ընդունեցին, որ դա հեղաշրջման փորձ էր, արդեն համարում են, որ դա ապացուցված է, որ մի հատ որսորդական հնարավորությամբ կարելի է մի հատ պետության մեջ, ու դրանք հայտ են ներկայացնում քաղաքական միջավայրում, ու մենք պետք է ասենք հակամ, չէ՞։ Մենք ինչ ենք ուզում, ջո։ Եթե մենք ունակ չենք ասելու, այ ընկեր ջան, այ բարիք ջան, գնա, կմեծանաս կգաս, էլի։ Եթե հիմա չես հասցնում, չես հասկանում, ես չեմ ասում դու վատն ես, բայց կմեծանաս կգաս։ Դու պատրաստ չես, դու խակ ես։ Դու չես տեսնում ուղակի, կամ տեսնում ես քեզ դեբիլի տեղ ես դնում, կամ ուղակի ամենայն հավանականությամբ դու չես տեսնում, որտեղ նեղա, ախպեր, նեղա, դու չես կարող տեսնես դա ուղակի, էլի։ Քո ուճուն ուղեղի համար մի հատ հրացանով հնարավոր է հեղաշրջում անել։ Այն դեպքում, որ 31 հոգի զինված տղեկ չկարողացան այդ հեղափոխություն անելու։ Չկարողացան, որովհետև այս կարգի համակարգի դեմ դու ավելի մեծ ռեսուրս պետք է ունենաս, բացի այդ 31 հոգի զինված, 310,000-ը դրսում պետք է հավաքի, բան ունենաս, այդ գաղափարը կարող ունենան, որ դու կարողանաս այս կարգի ռեժիմի դեմ կռիվ տաս։ Հասկանում ես, ասում եմ, մի հատ որսորդական հրացանով, մեկ 8 հատ կրակած փամփուշտով հեղաշրջում, մենք դեմ ենք, սպասենք ընտրությունների, սպասենք։ Հիմա ես հետ եմ հարց տալիս, քանի մենք վախենում ենք փոխենք մեր բանը, իրական հասունացած տղաները կամ կանայք, չգիտեմ, այդ քաղաքական դեմքերը չեն գա մտնում, չեն գա, չեն երևա, չեն բացահայտվի։ Իսկ ոչ մեկ թող չկասկածի, որ մարդիկ կան, հենվելու տեղ չունեն, են Սասունցի Դավիթի նման վախում են, քարանձավից դուրս գան, ասում են, ոտը դնելու տեղ չկա, հիմք չկա, ես դնեմ, խլվեմ, որինչ։ Հիմա խոսածածս չի ընկալվում։ Իսկ ու տեղը մեր կանան որինչ լինի։ Արա գնանք, մանով հետ կանքելու։
Պես ծաղրացում։ Ես հիշում եք ասում եմ, պատերազմը այնքան պետք է տարածվի երկարի, ոսան չձերբակալել։ Հիմա վերականգնվել է պրծա պատերազմը, վերականգնվել է դատական process-ը սա Նետանյահուի նկատմամբ։ Տրամպը Ամերիկայից հայտարարում է, որ անընդունել է իր համար Նետանյահուի նկատմամբ քրեական գործ հարուցելը։ Այդ կլոնդում ես։ Դու քո երկրում նստի քո համար։ Իրանց երկրի հանցագործին ընդ որում, որի նաև ճանաչել հանցագործ միջազգային դատարանը։ Գործ են հարուցել։ Դու ով ես, որ քո համար ընդունելի լինի, ընդունելի չլինի։ Դու մաքսիմում կարողանայիր այն ինչ որ դու արեցիր, այս հրա վրա քրեական գործ հարուցողներին, դատավորների նկատմամբ սանկցիաներ կիրառեցիր դու։ Դա էլ չի բավարարում։ Ասում եմ իմ համար անընդունելի է։ Ինքը շոկի մեջ է, ո՞նց կարելի է։ Ո՞նց կարելի է Նետանյահուի նման մարդասպանին, ազգասպանին, ազգակործանին դատել։ Ինքը գիտի, որ հաջորդն ինքն է, դրա համար է նեղված։ Սա լսեք։ Այս ամենահետաքրքիրն է։ Добрый день, уважаемые зрители. Своим отказом дожать Иран президент США Дональд Трамп предал не только евреев. Он подставил и те страны, которые являются союзниками Израиля. Ասում է իր այս հետ քայլով ամերիկյան հանրապետությունը ոչ թե դավաճանեց հրեային, ոչ միայն հրեաներին դավաճանեց, այլ բոլոր այն երկրներին, որոնք օգնում էին Իսրայելին։ Страны, которым режим Аятол несет угрозу не менее смертельную, чем еврейскому государству. Вот очень показательная заметка на фарси в телеграм-канале «Новости Сирии». Показаны некие схваченные люди, обвиняют их в работе на врага. Вскоре их, видимо, казнят. Սիրիական բասկական տելեգրամալիքը, որը Սիրիայում բացահայտված բանը ցույց տալի։ Показано оборудование. В самом деле оно похоже на то, что оставляли в Иране агенты Моссада. Սրանք Մոսադի agentների են բաներն են, որոնք չեն հասցրել օգտագործեն։ 700 հոգի բացահայտվեց։ 700 հոգի Մոսադի agent բացահայտվեց եւ կախաղան միանգամից հանվեց հաջորդ օրը անում։ Ընդ որում նաև ուկրաինացիներ կային անասում։ Սրանք էլ էս բաներն է, որ գտած է։ Էս գործիքներն են գտած։ Которые с первого же дня войны уничтожали на местах ракеты, пусковые установки, да и не только их. Текст заметки, впрочем, о другом. Тут написано так. Все деньги на эти террористические акты были оплачены бакинским режимом лично Ильхамом Алиевым. Ու այդ հայտարարության մեջ իրանական Telegram ալիքի ասենց է որ այս ամեն ինչի համար, ինչ որ տեսնում եք, այս բոլոր գործողությունների համար վճարվել է Ալիևի կողմից, Բաքվի ռեժիմի կողմից է վճարվել անձամբ Ալիևի կողմից, которому настало время умереть за это предательство и это преступление. Որը այս ամեն ինչի համար ժամանակն է եղել ոչ բանա մահանա սպանվի այս ամեն ինչը կազմակերպելու համար. А оставшиеся неразоблаченными группы наемников, связанные с врагом, могут сдать имеющееся у них оборудование нашим военным и сотрудникам сил безопасности прямо сейчас. Тогда их пощадят, и также они не понесут наказание в загробной жизни. Եվ ասում են նրանք ովքեր դեռ չեն բացահայտվել, կարող են գալ, հանձնվել, այդ ժամանակ կարող է իրենց խնայեն եւ իրենք մեծ պատժիգների չառաջանան, չարժանանան մեռնելուց հետո Ալլահի կողմից ընդհանրին իխոսա։ Ինչ ասում ես հաղորդման մեջ, որ բռնվել են այդ Մոսադի agentները եւ ոչ միայն Մոսադի agentներ, պարզաբանել են որտեղից են նրանք ստացել գումարները, որտեղից են սնվել, հա, եւ պլյուս այն դրոնները, որ խփվել են Ադրբեջանի կողմից եկող հրթիռները Ադրբեջանի կողմից եկող, ու ինքն ինչ է ասում, որ այս իրանական ալիքը ուղիղ կապված է իրանական հատուկ ծառայությունների հետ, որ այս ձևով իրանցիները ասում են, որ մենք գիտենք այս ամեն ինչի հետևում ով է կանգնած, ովքեր են վճարվել, ու պատահական չի, որ այս հրթիռներն ու դրոնները կողմից են գալի, որ մենք դա անպայման հաշվի ենք առնելու եւ բոլոր նրանք, ովքեր կրակել են Իրանի վրա, սպանվելու են։ Սա ուղղակի իգիտություն բոլորիս։ Այսօր Երևանում նաև հարցազրույց է տվել Իրանի դեսպանը
որին հարցրեցին ինչ կարծիքի եք բանի Ադրբեջանի պնդումների մասին, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջանը շատ հետաքրքիր պատասխան տվեց, որ ընդհանրապես արևմտյան Ադրբեջան տերմինը դա ժամանակին ստեղծվել է հենց Իրանում եւ դա անթույլատրելի է դրա օգտագործումը Հայաստանի նկատմամբ եւ նույնիսկ շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ցանկացած նկարտումներ էլի Հայաստանի վարչական ամբողջականության նկատմամբ անթույլատրելի եւ անընդունելի է Իրանի համար։ Դա երբեք խորակարգից դուրս չի եկել եւ այդ հարցում ոչ մի փոփոխություն չկա։ Իսկ վերջի պատերազմը ավելի տնդացրեց Արևանը Իրանի դիրքերը եւ Ադրբեջանը դարձավ ավելի լեգիտիմ թիրախ Իրանի համար։ Երբ որ մենք պետություն ունենանք, Ադրբեջանի քանդելը տասնյակ անգամ ավելի դյուրին է դառնում, քան միջև այս պատերազմը։ Հա, այս պատերազմը շատ բան դրեց իր տեղ, շատ։ Թե առանց մեզ կքանդի Իրանը Ադրբեջանը, թե ոչ, այս մենք կտեսնենք, բայց հենց ունենանք սեփական պետություն, Ադրբեջանի քանդելը շատ ավելի հեշտ ու դյուրին է դառնում։ Իրանցիները նաև բացահայտել են մի հատ սոսկալի բան, ես ձեզ ասեմ, որ իմանաք, որ Մոսադը հերթական տերորն էր նախապատրաստում Ամերիկայի Միացյալ Նահանգում։ Եվ Իրանը բացահայտեց, միանգամից նախօրոք ասեց, որ այսպես բան է լինելու, անում է Մոսադը, որ ասի սա իրանցիներն են արել։ Ու մեջ բերելով, որ նման բան արել է Իսրայելը 2011 թվականի սեպտեմբերի 11-ին, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ակնարկելով այդ Twin Tower-ների ռմբակոծությունը, այդ առևտրի կենտրոնի ռմբակոծությունը, որտեղ ապացույցներ կան, որ այս ամեն ինչը արված էր Իրաք մտնելու համար, որից հետո թմկահարում էր հենց Իրաք մտնելու միտքը հենց Նետանյահուին էր, ինքն էր թմկահարում, անպայման պետք է մտնել Իրաք, ու այս ամեն ինչը արված էր հենց Իրաք մտնելու համար, ու որ դա արված էր հենց Մոսադի ձեռքով։ Բեն Լադենը դեռ ոչ մի կապ չուներ։ Հիմա էլ ասում են, նույնը կրկնվելու է հիմա։ Եվ հետ են գնում նաև այս վերջի բացահայտած փաստաթղթերը, բացած փաստաթղթերը բանի հետ կապված, Քենեդու սպանության հետ կապված, որ մի քանի փաստաթուղթեր դուրս եկավ ջրերից, որտեղ բարձրացավ, որ սպանության դրդապատճառները գլոբալ առումով երկուսն են։ Ռեզերվնի ֆոնդի այդ բանկի Ամերիկայի փողը Ամերիկա պետությունը չի տպում, հա, դա մասնավոր ընկերությունն է, որը հրեաներինն է, իսկ Քենեդին ուզում էր դա վերցնել, սա պետական, դա պետք է լիներ պետության մենաշնորհը։ Երկրորդը, որն է պնդում էր, որ Իսրայելը պետք է կանգնացնի դեռ թվերին, դադարեցնի, հա, միջուկային զենքի ստեղծման process-ը։ Այնքան բաներ բացահայտվել այս ընթացքում վերջի, այս նոր դուրս եկած փաստաթղթերից, որ այս բոլոր բաների, ուրեմն Քենեդու սպանություն, 2001 թվականի այդ Բաշնյանների հարվածը, Իրաք մտնելը եւ իրանցիները հիմա այս զգուշացնում են, որ էլի բան է կատարվում, անելու են մեր անունից։ Ձեզ հիմա ասում ենք։ Հիմա ուզում եք ուշադրություն դարձնեք, ուզում եք չէ, դա ձեր գործն է, որովհետեւ 2001 թվականին էլի զգուշացվել է, որ սենց բան է լինելու, բայց կամ լուրջ չեն ընդունել, կամ չգիտեմ, կամ էլ իմացել են ձեն չեն անում։ Մի խոսքով այս ամեն ինչի հետևը այնքան բան կա թաքնված, որը այսօրվա ազատ մեդիաների պայմաններում պետք է հասկանանք, որ 2001 թվականին ազատ մեդիա գոյություն չուներ։ Այն ժամանակ բոլորը կախված են պետական մեդիաներից, որոնք վերահսկվում են ուղիղ պետական լոբիի կողմից։ Բոլորը։ Այսօր ազատ մեդիան այնքան շատ է, որ այլևս այս փաստերը չի մնում մի քանի հոգու ձեռքի տակ, որոնք փակեն սեյֆում դնեն մի կողմ։ Եվ իրանցիները շատ լավ, սենց դանդաղ քանդում են այն ինչ որ սենց կուտակվել է ժամանակի ընթացքում։ Եվ չի բացառվում օրը, որ Ամերիկան ու Իրանը դառնան իրոք բարեկամներ, իրոք լավագույն
բանը կենտրոնները համագործակցության, որովհետև այդպես է եղել միջև Շահին տապալելը, միջև 77 թիվ 1900, միջև ռուսների ձեռքով իսլամիստներին բերվեցին իշխանության։ Հիմա վերադառնանք մեր մոտ Հայաստան եւ այսօրվա այս հաղորդումը փակելու հնարավորությունը ես ուզում եմ տամ շատ կասկածելի վաղամերիկ Գագիկ Ինգինոսյան։ Լսենք։ Ես ընդամենը մի բան, որ Նիկոլ Փաշինյանին եմ ասել։ Սյունիքում երկու գերեզման կա, 300 տարվա, իրարից ոչ շատ հեռու։ Մեկը Մխիթար Սպարապետինը, մյուսը Մելիք Ֆրանգյուլինը։ 300 տարի անց հայ զինվորը կամովի գալիս ծնկում է Մխիթար Սպարապետի շիրիմին եւ ասում է երդվում եմ մինչ հիմա ծառայել հայրենիքիս։ Եվ ամեն մեկը, որ անցնում է Մելիք Ֆրանգյուլի գերեզմանի մոտով, որի ժառանգները կան, որոնց թույլ չեն տալի անգամ ցանկապատել գերեզմանը եւ գյուղի գերեզմանոցից դուրս է թաղված, որպես տականք, որպես դավաճան։ Գիտեք, որ ընդհատում եմ, իմշելոց է Մելիք Ֆրանգյուլի ժառանգները ասում կան, Նիկոլի աջակիցներն են, սա փաստ է։ Եվ ամեն երեխային գերեզման տանելուց, որ գնում են գերեզման անցավորների շիրիմներին, ասում են բալես մի հատ ճիշի կարա Մելիք Ֆրանգյուլի գերեզմանին։ Ձեր հերթը գալու է, չեք վայելելու։ Ես ընդամենը մի բան, որ Նիկոլ Փաշինյանին եմ ասել։ Չեք վայելելու։ Սա վերաբերվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ բոլոր նրանց, ովքեր աշխատում են Փաշինյան Նիկոլի համար։ Մասնավորապես այն ուժայինները, որ դեմքները ցույց տվեցի, դատախազ, ԱԱԾ-պետ, Պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, այսինքն բոլոր այն ուժայինները, որոնք այս ընթացքում համագործակցել են, իրականացել են այս հրեշավոր հանցագործությունը, որ հիմա կատարվում է առ այսօր Հայաստան